Բարի օր սիրելի երոստաթիդող, այսօր պատրաստելու ենք շատ հետաքրքիր աղանդեր, որը G բարունակե դանց, որը հարբեցնելու ենք կամ կարող ենք ասել փոչտ դանց ալինելու, այսինքն պաշոտ դանց եւ շատ համեղ քրեմա, որը վերջում շատ համով combination-ա դառնալու։ Այսօր պատրաստելու ենք պաշոտ դանց շատ համով քրեմով։ Մեզ հարկավոր է 4 հատ դանց, մի հատ լիմոն և մի քանի դերև անուխ, մոտավոր 80 գրամից 100 գրամ շաքարավազ, մի բաժակ կարմիր քինի, մենք օգտագործում ենք քարե, 500 գրամ սերուցք հարելու համար, 2 ճաշի կտալ մեղր, մի հատ դարչինի փայտիկ, 50 գրամ մասկարբոն վանիլ, քառորդ թեյի կտալ վանիլին, 2 բաժակ ջուր։ Հիմա ոնց ենք սկսում, ստեղ տեսնում եք տանցեր, քրեմա և այլն, ու սկզբում պետքա մի հատ քինի բացենք, մենք օգտագործում ենք մեր համով հայկական կարմիր քինին քարեն, բացում ենք ու գես շիշ օգտագործելու ենք։ Ստեղ ունենք ջուրը, ստեղ ունենք քինին արդեն բացել ենք, ստեղ ունենք լիմոնը, միանգամից կարող ենք քամել, այսինքն մոտավոր 20-ից 30 գրամ լիմոնա պետք մեզ, 2 բաժակ ջուր ու կես շիշ քինի, էսի հեղուկներն է, իրա վրա պետք է ավելանա շաքարը ու վանիլինը։ Okay. Ավելացնում եմ քինին, ջուրը, լիմոնը, այս բոլորին ավելացնել ենք վանիլին և շաքար։ Շաքարը օգտագործում ենք մարանիգի, իսկ վանիլինը նորեն մարանիգի։ Դե ինչ, արդեն մեր հյութը երած, ուրեմն տանցերը այսպես կտրատելու եմ, 4 մասի։ Իրականում այս տանցը, որ ես պատրաստում եմ տունը, ավելի քանի որ երկար եմ թողում ջրի մեջ, ինքը ժամանակ է ուզում ավելի եփի։ Քանի որ հիմա մենք եթերի վրա ենք և չենք կարա շատ ժամանակ չունենք, ես ուզում եմ 4 մասի բաժանել, որպեսզի ավելի շուտ եփի։ Ես ոնց հասկացա, այս 3 հատը մեզ հերիք է, թվում ենք։ Okay. Հիմա անցնում ենք քրեմային պատրաստելուն։ Բերում ենք մեր միքսերը և մի հատ այսպիսի բոլ։ Վերցնում ենք քրեման, ավելացնում ենք ու պետք է հարենք։ Քրեման մի կողմ ենք դնում, ստեղ ավելացում եմ մասկարբոնը ու մեղրը։
Մեկ հատ նայեմ։ Մի քիչ էլ կարամ ավելացնեմ։ Մեր քրեման արդեն պատրաստ է, որպեսզի իմանանք, որ պատրաստ է, պետք է մի հատ նայենք իր consistency-ն, այսինքն սենց պետք է լինի։ Տեսնում եք։ Եվ անշուշտ պետք է համտեսեք։ Վաու։ Մի հատ նայում ենք դանցին ու հետ վերադառնանք։ Լվացրենք սավայով։ Մի հատ ուզում եմ ադամնագրգիծով նայեմ մեր եփվածությունը։ Այսինքն, ընդհանուր մի 30 րոպեին լավ գեփի, բայց եթե ուզում եք ինչ-որ ավելի իրա մեջը քաշի, կարող եք եփելուց հետո թողել 1 ժամ, 2 ժամ իրա ջրի մեջ ավելի է քաշում։ Քրեման պատրաստ է, մինչև մատուցելիս մի քիչ ժամանակ ունենք, ես սիրտս ուզում եմ, որ սուրճ խմեմ, բայց սուրճի հետ այս անգամ ուզում եմ Sweet Nella-ի լավաշները փորձեմ, թթու լավաշները։ Իրականում անհամբեր եմ փորձեմ, որով ես թթու լավաշի սիրահար եմ։ Նայենք ոնց է Sweet Nella-ի լավաշները։ Ոնց որ նույնն է սա։ Թթու լավաշ խառնա։ Տենց հասկացա։ Դե ոնը փորձենք։ Էս երևի։ Ես հոտն եմ նայում ամենաառաջ։ Պետք է հոտը ծանր չի լինի, որովհետև եթե վերջում օգտագործում են ցեթի տեսակ, այդ ցեթը պետք է մաքուր լինի։ Վաու։ Ինչ լավն է։ Հեսա համն ենք նայում։ Կարող եք մի քանի կիլո պատվիրել ինձ։ Հեսա ամանորը գալիս է, սեղանից տնել եմ։ Ինչ համով է։ Սիրեցի։ Ես պահում եմ, որ հետո ուտեմ։ Հիմա մի հատ գդալ եմ վերցնում։ Հիմա նայում ենք դանցերը որտեղ են հասել։ Կարող ենք արդեն վերցնել դարչինը։ Ինչ հավանում եմ ես Թոնյանայի կացաները շատ հարմար են։ Ոնց որ պատրաստ ենք, գիտեք։ Ահա։ Այս ստեղ բերում ենք 2 հատ այսպիսի սիրուն ափսեներ։ Ավելացում ենք քրեման։ Դե ինձ սիրելիներս, ես 4 հատ արդեն հանեցի, մի քիչ պաղեցան ու արդեն ուզում եմ զեդեղել։ Հալվա են եղել մեր դանցերը իրականում։
Էսի մեր դանցի չուրից է, վերցրել եմ մի քիչ, որպեսի թքալով տնամ, այսինքն կինիով, այդ համով սոսը, ստեղ էլ պատրաստել եմ անուխ, թարմ, Դե ինձ սիրելիներս, այսօրվա մեր համովությունը պատրաստ է, հիմա պետք է փորձենք, առաջ որ փորձենք հիշացնեմ, չմոռանաք հետևել մեր Facebook-ի եւ Instagram-ի Համի Կախնիկ էջին եւ անշուշտ բաժանորդագրվել YouTube-յան ալիքին, քանի որ այնտեղ ամեն ինչ կա, քանի որ չեմ ուզում բաց թողնեք ոչ մի հաղորդում։ Ես ձեզ համար եմ մտածում։ Հիմա պետք է փորձենք։ Վերցնում եմ մի հատ ստեղից։ Yummy։ Քրեմայով։ Oh my god։ Իդեալական համացություն, դանցը, դանցին մեջի քինին եւ մնացած համեմունքները եւ քրեման շատ համով է իրականում։ Շատ եք հավանելու, անպայման փորձեք եւ ինձ գրեք, եթե հավանել եք այս բաղադրատոմսը։ Ձեզ մաղթում եմ բարեխորժակ, վաղը հանդիպենք։